Բարոս ելքո եղբայրներ ջան, ինչպես ասում են նոր տարվա շեմին ասո խոսքը, բայց նոր տարվա շեմ հասկացողությունը ընդհանուր քրիստոնյաների համար այն ընդհանուր հոգևոր ընթացքի մեջի մի շրջան է, այսինքն տարիներն անցնում են եւ տարիները փոխվում են, բայց ընդհանուր մեր հոգևոր հասունության ընթացքը փոփոխության ենթարկվում է առավել Քրիստոսի նմանվելով կամ ավելի աստվածճանաչությունով, որի արդյունքում մենք ավելի նվիրվում ենք Աստծուն, մենք ավելի ճանաչելով սիրում ենք Աստծուն եւ առավել փորձառություն ձեռք բերելով ծառայում ենք Աստծուն կամ ավելի պատղաբեր ենք լինում Աստծո համար Քրիստոսի մեջ։ Սա ընդհանուր ընթացքն է, տարիները կփոխվեն, բայց ամենակարևորը մեր հարաբերությունը Աստծո հետ փոխվի, առավել այն նմանվի Քրիստոսին։ Եվ որպես ցանկություն այս նոր տարվա շեմին մաղթանք, որպես մի փոքր Աստծո խոսքից կուզեմ իրար հետ կիսվենք, այս խոսքի մեջ առավել Պողոս առաքյալը Կորինթացիներին գրում է մի կարևոր սկզբունքի մասին, ինչի որտեվ Կորինթոսի եկեղեցին տկար էր, տկարությունները շատ էին, ավելի հեթանոս բարքը, մարդկորեն վարքը առավել արտահայտված էր այդ եկեղեցում եւ հարաբերությունների մեջ եւ հավատացյալների հարաբերություն դեպի առաքյալներ, դեպի առաջնորդներ, ամեն դեպքում այդ հարաբերության մեջ արտահայտված էր այս վարքը եւ վարքի կարևոր հատվածներից մեկը կամ բաղադրիչներից մեկը մարդկային իմաստությունն է, որին տեղի էին տալի կորինթացիները։ Եվ մարդկային իմաստության հիմքում ընկած է մարդկային կարողությունը, այսինքն մարդը պարծենում է իր կարողությունով, մարդը որոշակի առումով արժեքավորում է իր կարողությունը, իր պոտենցիալը։ Եվ սա ամենաբարդ, ամենամեծ խնդիրն առաջացնում Քրիստոսի մեջ մեր հոգևոր հասակի առումով։ Եկեք ընթերցենք, ես կուզեմ մի փոքր հատված ընթերցեմ եւ անդրադառնանք սրան։ Կա սխալ վարդապետություն եւ ամեն դեպքում սխալ վարդապետության հիմքում ընկած է մարդկային փառքը։ Որովհետեւ մեկ սխալ վարդապետություն, այլ կրոններ, եթե ուշադիր եք կտեսնեք, բոլորը մղված են բարձրացնելու մարդկային կարողությունը, մարդկային ջանքը, փրկության առումով եւ փառավորել մարդուն, ի վերջո պարծանքը վերագրել մարդուն։ Եվ մյուս կրոնների մեջ սա կտեսնենք եւ քրիստոնեության մեջ սխալ վարդապետության մեջ։ Ուստի առաքյալը փորձում է կամ առաքյալը իր խոսքով Աստծո հոգով ներշնչված խոսքով տալիս է կարևոր սկզբունքներ այս խնդիրը լուծելու։ Եկեք ընթերցենք 18 համարը առաջի գլխի առաջի Կորինթացի առաջի 18 համարից։ Որովհետև խաչի խոսքը կորածների համար հիմարություն է։ Խաչի խոսք հասկացողությունով առաքյալի նկատի ունի Քրիստոսի խաչելությունը, իսկ իրական քավությունը Աստծոց ընտրված այդ միջոցը մեղքերի թողությունը, որովհետև խաչի խոսքը կորածների համար հիմարություն է, բայց մեզ փրկվածներիս համար Աստծո զորությունն է, որովհետև գրված է. իմաստունների իմաստությունը կկործանեմ եւ խելոքների խորհուրդները կանարգեմ։ Ուր է իմաստունը, ուր է դպիրը, ուր է այս աշխարհի քննողը, չէ որ Աստված այս աշխարհի իմաստությունը հիմարացրեց։ Ուրեմն որովհետև Աստծո իմաստության մեջ աշխարհը իմաստությունով չճանաչեց Աստծուն, Աստված հաճեց, որ քարոզչության հիմարությունով ապրեցնե հավատացյալներին։ Եվ որովհետև հրեաները նշան են ուզում եւ հույները իմաստություն են խնդրում, այսինքն բոլոր մարդկությունը առաքյալի աստվածաբանության մեջ հույներ եւ հրեաներ դա հեթանոս աշխարհն է եւ Աստծո ընտրյալ ժողովուրդ, այսինքն ամեն դեպքում ընդհանուր աշխարհի մարդկությունը։ Եվ որովհետեւ հրեաները նշան են ուզում եւ հույները իմաստություն են խնդրում, մենք էլ քարոզում ենք կամ փրկվածները, քարոզում ենք խաչյալ Քրիստոսը, հրեաներին գայթակղություն եւ հույներին հիմարություն։ Հրեաներին գայթակղությունը, որովհետև հրեաները գայթակղվում են, որովհետև նրանք ունեն իրենց փրկության միջոցը, օրենքի գործերը կատարելով, նույնպես տեսնում ենք իրենց կարողությունը առաջ քաշելով։ Հույներին հիմարությունը, որովհետև հույները ընդհանրապես խոնարհությունը համարում էին տկարություն եւ պետքա քաջություն, այսինքն ոչ թե պետքա խաչվեր Քրիստոս, այլ բոլորին պետքա դատեր, այսինքն խաչվելու խնդիրը, խաչվելու ընթացքը տկարություն էր ներկայացնում, որը համարում էին հիմարություն փրկության առումով։ Բայց այն կանչված հրեաներին եւ հույներին Քրիստոսը քարոզում ենք Աստծո զորություն եւ Աստծո իմաստություն։ Առաքյալի խոսքերի մեջ կարևոր սկզբունք կա եւ Աստծո զորություն, Աստծո ուժը եւ Աստծո իմաստությունը։ Տեսեք, Աստծո իմաստությունը աշխարհի մարդու համար
ով մերժում է Քրիստոսին, այն համարվում է հիմարություն, այսինքն ինչը որ Աստծո կողմից իրականում իմաստություն է, ինչը որ բերում է փրկության, աշխարհի հասկացողության կողմից այն ուղղակի հիմարություն է։ Եվ սրանից հետո առաքյալը ասում է, վասնզի Աստծո հիմարը ավելի իմաստուն է, քան թե մարդիկ, եւ Աստծո տկարը ավելի զորավոր է, քան թե մարդիկ։ Ինչի համար է ինքը բերում այս խոսքերը, վասնզի Աստծո հիմարը ավելի իմաստուն է, քան թե մարդիկ, եւ Աստծո տկարը ավելի զորավոր է, քան թե մարդիկ։ Նրանք, որոնք գտնվում են Քրիստոսի մեջ, մի բան պետք է հասկանանք, որ որովհետեւ մեկը իր կարողությունով եւ իր զորությունով չի կարող գտնվի Քրիստոսի մեջ։ Քրիստոսի մեջ եղած անձը արդեն իսկ խոստովանել է իր տկարությունը եւ անկարողությունը։ Դամար Քրիստոսի մեջ եղած անձը զորավոր է Աստծո շնորհքով։ Այսինքն այս առումով առաքյալը ներկայացնում է եւ ամոթի է մղում կորինթացիներին, որոնք փնտրում էին մարդկային իմաստություն եւ առաքյալների խոսքի մեջ եւ ընդհանրապես փիլիսոփայությունը, որ այդ շրջանում տարածված էր, հանդիսանում էր նրանց համար պարծանք։ Եվ առաքյալն ասում է, որ ես նույնիսկ ձեզ մոտ երբ որ եկա, հետագա համարներս կընթերցեմ, ձեզ մոտ երբ որ ես եկա, տկարությունով եկա, ոչ խոսքի ճարտարությունով, ոչ զորությունով, տկարությունով, եւ ասում է, ես ուրախ եմ, որ այդ տկարության մեջ ես քարոզեցի ձեզ Քրիստոսը, եւ այդ քարոզը մարդկային իմաստության խոսքերով չէր։ Մարդկային իմաստությունը իմ մոտ տկարություն էր, ես վախով եւ դողով եկա ձեզ մոտ, որտեղ մինչ այդ ինքը նույնիսկ չարչարվել էր։ Եվ ինքը շեշտում է, որ ես եկա եւ քարոզեցի Աստծո հոգով ձեզ Քրիստոսը, որպիսի նաեւ ձեր հավատքը ոչ թե հիմնված լիներ մարդկային իմաստության վրա, մարդու պոտենցիալ կարողության վրա, այլ հիմնված լիներ Քրիստոսի Աստծո զորության վրա։ Եվ հիմա այս հատվածում կուզեմ կարևոր մի սկզբունքի մասին խոսենք եւ ինքը մի կարևոր հատված է ասում, որտեղ ցույց է տալի, որ Քրիստոսը մեզ համար լինում է եւ իմաստություն, եւ արդարություն, եւ սրբություն, եւ փրկություն։ Ինչի համար առաքյալը շեշտում, որ Քրիստոսն է հանդիսանում մեզ համար իմաստություն, շատի լսեք, իմաստություն, արդարություն եւ հետագայում նաեւ զորություն եւ փրկություն կամ սրբություն եւ փրկություն։ Եկեք անդրադառնանք այս հատվածին։ Բայց կանչված հրեաների եւ հույների Քրիստոսը քարոզում ենք Աստծո զորություն եւ Աստծո իմաստություն, վասնզի Աստծո հիմարն ավելի իմաստուն է, քան թե մարդիկ, եւ Աստծո տկարն ավելի զորավոր է, քան թե մարդիկ։ Հենց ձեր կոչումին մտիկ արեք եղբայրներ, այսինքն ձեր կանչվածությանը, որ ոչ թե շատ իմաստուններ մարմնի կողմանե եւ ոչ թե շատ զորավորներ, նույնպես մարմնի կողմանե, ոչ թե շատ ազնվականներ սոցիալական վիճակում, այլ այս աշխարհի հիմարներին Աստված ընտրեց, որ ամանչեցնի իմաստուններին, այսինքն աշխարհի կողմից հիմարներ կոչվածներին Աստված քաշեց, որպիսի ամանչեցնի աշխարհի իմաստուն կոչվածներին եւ աշխարհքից տկարներին Աստված ընտրեց, այսինքն այս աշխարհում տկարներ համարվածներին Աստված ընտրեց, որ ամանչեցնի այս աշխարհում զորավորներ կոչվածներին կամ համարվածներին եւ աշխարհքից անտոհմներին, սոցիալական վիճակ չունեցողներին, անարգվածներին, այսինքն որևէ մեկ պարծանք չունեցողներին Աստված ընտրեց եւ ոչինչներին, որ մի բան լինողներին ոչնչացնե, այսինքն որպիսի, այսինքն այս խոսքերի մեջ մենք տեսնում ենք, որ առաքյալը շեշտը դնում է, որ մարդկային որևէ մի կարողություն, ոչ իմաստություն, ոչ ուժ, ոչ զորություն, ոչ պոտենցիալ ինչ որ մի կարողություն, ոչ սոցիալական ինչ որ մի կարգավիճակ չի նպաստում, որ Աստված այդ անձին փրկի, եւ այդ ամենը ուղղակի ոչ թե չի նպաստում, այլ խանգարում է, որպիսի անձը գա փրկության։ Եվ դուք նրանից եք Հիսուս Քրիստոսումը, այսինքն դուք Աստծուց եք, ոչ թե ձեզանից, ձեր կարողությունից, այլ դուք նրանից եք Հիսուս Քրիստոսի մեջ, որ Աստվածանից մեզ համար եղավ իմաստություն եւ արդարություն եւ սրբություն եւ փրկություն։ Իմ մաղթանքն է նոր տարում, որպեսզի ամեն մի անձ, ով իրեն համարում է Քրիստոսի մեջ կամ ով արդեն իսկ իրականում Քրիստոսի մեջ է, որպեսզի ճանաչի ինքն իրեն։ Մեծ աստվածաբաններ, երբ որ խոստովանում են մեր ամենավտանգավոր թշնամու մասին, նրանք չեն ասում, որ մեր թշնամին ամենավտանգավոր հանդիսանում է հակառակորդը Սատանան։ Բոլոր նրանք, ովքեր ապրել են Աստծո հետ Աստծուն ճանաչելու ընթացք, բոլորը խոստովանում են, որ իրենց ամենամեծ թշնամին հենց իրենց անձն է։ Մեր անձն է, որ մեր մեջ բերում է Աստծո խոսքի հակառակություն, կասկածներ, մեր անձն է, որ մեր մեջ բերում է վախեր, տարբեր աղբյուրներից արտադրված, մեր անձն է, որ առաջ է քաշում մեր պատկերացումը, այսինքն մեր անձը հանդիսանում է մեր ամենամեծ թշնամին։ Երբ որ մենք հենվում ենք մեր անձի վրա,
մանավանդ մեր մարդկային ընկալումները, արժեքային համակարգը առաջ են քաշում հոգևոր հարցեր լուծելու մեջ, եւ հոգևոր հարաբերությունների մեջ այդ արժեքները հանդիսանում են հիմք եւ մեզ մղող սկզբունքներ, դա անմիջապես կբերի հոգևոր առումով անկման։ Աստված ուղղակի զզվում է այդ ամեն ինչից։ Դրա համար Սուրբ Հոգու առաջնորդությունը առաջի հերթին մեզ ներկայացնում է մեր իրական ով լինելը։ Ամեն մի անձ, ով Քրիստոսի մեջ է, ինքը ուղղակի հասկանում է, որ Հիսուս Քրիստոսն է իր համար իրական իմաստությունը, իր արդարությունը եւ իր ուշադիր նայեք բառը, իր զորությունը կամ իր սրբությունը եւ իր փրկությունը։ Նորից եկեք ընթերցենք այս հատվածը եւ մի կարևոր սկզբունքի մասին խոսենք։ Իմ նպատակն է եւ կա աստվածաշնչյան բոլոր թղթերի մեջ կա Աստված մեզ ներկայացնում է իրական մարդաբանությունը, աստվածաբանական տեսանկյունից անտրոպոլոգիա, մարդաբանություն։ Շատ կարևոր է, որ Քրիստոսի մեջ եղած անձը կամ հավատքի մեջ եղած անձը ճիշտ տեսնի իրեն Աստծո օղակներում, թե ով է իրականում ինքը, ճիշտ ընկալի իր անկարողությունը եւ տկարությունը։ Սերներս, մենք մեր մեջ հավատք չունենք։ Պողոս առաքյալն առավել առաջ գրում ասում է. իմ մեջ բարի բան չկա։ Միգուցե կամեցողություն կա, բայց կատարելու կարողություն գոյություն չունի։ Եթե Աստծո շնորհքը չլինի, միգուցե ես արժեքային համակարգի մեջ տեսնեմ, որ այո, Աստծո փառքը սա է ասում, միգուցե ասեմ ճիշտը սա է, բայց ես այն կատարելու կարողություն եւ ցանկություն չունեմ։ Առաքյալը շեշտում է, որ բնական մարդու մեջ չկա որևէ մի բարի բան, չկա Աստծուն փնտրելու նույնիսկ մեկ միավոր նշույլ, չկա։ Եթե Աստծո շնորհքը չներգործի, եթե Աստված մեզ չպարգևի իր շնորհքով հավատք, մենք ընդհանրապես կորած ենք եւ դատապարտված ենք։ Տեսեք, այս հատվածում ինչ ենք մենք կարդում։ Տեսեք, եւ դուք նրանից եք, Հիսուս Քրիստոսումը։ Ես ուզում եմ, որ մենք իրականում փրկվածները Աստծուց լինեն եւ Աստծուց ընկալեն իրենց կարգավիճակը Քրիստոսի մեջ իրական, որպեսզի պատղաբեր լինեն։ Եվ դուք նրանից եք Հիսուս Քրիստոսում, որ Աստվածանից, որ Աստծուց մեզ համար եղավ իմաստություն, Քրիստոսը, եւ Աստծուց մեզ համար եղավ արդարություն եւ սրբություն եւ փրկություն, որ ինչպես գրված է եւ անմիջապես հետեւի հատվածը ներկայացնում է, թե ինչ է նշանակում, որ Քրիստոսը մեզ համար իմաստություն է, արդարություն է, սրբություն է եւ փրկություն է, որ ինչպես գրված է, նա որ պարծենում է, թող Տերով պարծենա։ Եվ անմիջապես հետևի համարում առաքյալ իրան է ներկայացնում. եւ ես եղբայր, որ ձեզ մոտ եկա, ոչ թե խոսքի կամ իմաստության գերազանցությունով եկա Աստծո վկայությունը ձեզ պատմելու, որտեղ միտք չդրի մի ուրիշ բան գիտենալ ձեր մեջ, բայց միայն Հիսուս Քրիստոսին եւ այն էլ խաչվածին։ Եվ ես տկարությունով եւ վախով եւ շատ դողով եղա ձեզ մոտ։ Ուշադիր եք, եւ ես տկարությունով եւ վախով եւ շատ դողով, տկարություն, վախ եւ դող։ Պողոս, դու տկար ես, դու վախենում ես, չէ՞ որ դու հավատք ունես, դու վախենում ես, դու դողով ես։ Այո, եւ ես տկարությունով եւ վախով եւ շատ դողով եղա ձեզ մոտ, եւ իմ խոսքը եւ քարոզչությունը ոչ թե մարդկային իմաստության պատիր խոսքերով եղավ, այլ հոգու եւ զորության ապացուցության։ Ես միգուցե տկար խոսեցի, բայց Սուրբ Հոգին այդ իմ տկար խոսքը ձեր մեջ սարքեց ապացույց, որ դուք Քրիստոսին հավատաք։ Դա ես չեմ, դա հոգուն է, դա հոգու զորությունն է։ Դրա համար Քրիստոսն է իմ իմաստությունը, Քրիստոսն է իմ արդարությունը, իմ սրբությունը եւ իմ փրկությունը։ Ուշադիրն է, եւ որ ձեր հավատքը մարդկանց իմաստությունով չլինի, այլ Աստծո զորությունով։ Եվ հետագայում խոսում այն իմաստության մասին, որ Քրիստոսով հոգևոր է եւ Աստված այդ իմաստությունը Սուրբ Հոգով է մեզ հայտնում։ Հիմա տեսեք ինչի նկատի ունենք, երբ որ առաքյալը 30 համարում ասում է. եւ դուք նրանից եք Հիսուս Քրիստոսումը, որ Աստվածանից մեզ համար եղավ իմաստություն։ Իմաստություն կնշանակի այն ճշմարտությունը, այն կյանքի իմաստությունը, որով անձը փրկվում է։ Այդ իմաստությունն է մեր արժեքային համակարգը ուղղում։ Այդ իմաստությունն է մեր կյանքում ցույց տալի ինչն է կարևոր այս կյանքում, այս ֆիզիկական ընթացքում եւ ինչն է անկարևոր։ Մարդիկ կուրացած են սատանայի կողմից, մարդիկ խափնված են։ Այն ինչը անարժեք, այն ինչը հավիտենական նշանակություն չունի, մարդիկ իրենց կյանքը նվիրում են դրան։ Ամեն ինչ զոհաբերում են դրա համար։ Այն իմաստությունը, որ մեզ տվել Աստված Քրիստոսով, Քրիստոսի խաչը հանդիսանում է մեզ համար ամենամեծ իմաստությունը, որտեղ այդ խաչի սկզբունքով է, որ մեզ համար արժեքային համակարգում կարևորվում է ճիշտը, մնայունը։
ինչը որ մեզ հետ մտնելու է երկինք, ինչով մենք Աստծո առաջ կանգնելով Աստծուց ստանալու ենք նաև մեր վարձքը, մեր պսակները, որը գցելու ենք նրա ոտների տակ։ Այսինքն տեսեք, ես ուզում եմ, որ այս գալիք տարին առավել մենք ճանաչենք իրականում մեզ, եւ մենք ճանաչենք իրականում Աստծո շնորհքը, քանի որ երբ որ մենք հասկանում ենք, որ Քրիստոսի մեջ մենք ոչինչ ենք, նոր հասկանում ենք Աստծո շնորհքի գերագույն զորությունը, որ այդ շնորհքով ենք ինչ որ ենք, եւ այդ շնորհքն է, որ մեզ պահում է եւ պատղաբեր անում Քրիստոսի մեջ Աստծո համար։ Ուշադիր նայեք, այս իմաստությունը ուղղակի Քրիստոսով տալիս է մեզ ճիշտ համակարգը որոշելու ինչն է կարևոր եւ ինչն է ոչ կարևոր, ինչն է առաջնային, ինչն է երկրորդական։ Սա է այս իմաստությունն է մեզ մղում Քրիստոսին նմանվելու եւ մարդկանց առաջ գործելու այնպես, որ մարդիկ զարմանում են, ինչ որ իրանք կարևորում են, տեսնում են, որ մեր կյանքում այն ոչինչ է։ Սա ամենակարևորն է եւ երկրորդ արդարություն, այո, ես արդար եմ, ես արդարանում եմ գործերով։ Ուշադիր լսեք, ես արդարանում եմ գործերով եւ կատարյալ արդարությունով, բայց ոչ թե իմ գործերով, այլ Քրիստոսի կատարած գործերով։ Քրիստոսի օրենքի առաջ կատարած այդ արդարությունն է Աստված վերագրել ինձ։ Այո, այս երբ որ ես ասում եմ Քրիստոսով արդար եմ, սա նշանակում է այդ արդարությունը կապված է օրենքի գործերի հետ, որ Քրիստոսը կատարեց։ Ես չունեմ կարողություն օրենքի գործերը կատարելու։ Այդ օրենքը միայն ինձ ցույց է տալի իմ տկարությունը, անկարողությունը եւ իմ մեղքը, իմ դատապարտությունը, բայց Քրիստոսով եմ ես արդար եւ այդ Քրիստոսով կատարած օրենքի գործերի արդարությունը, կատարյալ արդարությունը Աստված համարել է ինձ։ Ուրեմն Քրիստոսը նաեւ հանդիսանում է ինձ համար արդարություն։ Ես երկինք չեմ մտնում իմ արդարությունով։ Ես երկինք եմ մտնում Քրիստոսի արդարությունով օրենքի առաջ։ Այդ արդարությունը Աստված վերագրեց իմ վրա։ Եվ այդ արդարությունն է, որ Քրիստոսի խաչի վրա, այդ արդարությունն է, որ այդ խաչի վրա, որի մեղքերը դրվեց նրա վրա, այդ արդարությունն է, որ ին վրա դրվեց, որովհետև իմ մեղքերը ինձանից վերցվեց եւ դրվեց իր վրա։ Եվ սա Աստված արեց իր որդուն։ Դրա համար առաքյալն ասում է. ինձ համար կյանքը Քրիստոս է։ Մեռնելը շահ, որովհետև մեռնելով միանում եմ իմ Տիրոջը, փառավորել նրան հավիտյան։ Տեսեք, սերունդս, արդարություն, երբ որ մենք խոսում ենք Նոյի արդարության մասին։ Նոյը արդար չի։ Նոյը բոլոր մարդկանց նման մեղավոր բնությունով աշխարհի մեջ ապրող անձ է, բայց Աստծո շնորհքն է, որ նրան տարբեր արեց մյուս մարդկանցից եւ ավելի արդար արեց մյուս մարդկանցից վարկով։ Դա Աստծո շնորհքն է, որտեղ Նոյը շնորհք գտավ Աստվածանից։ Դա ոչ թե Նոյի կարողությունն է, այլ Աստծո շնորհքն է։ Ադամ եւ Եվան, եթե մենք ուշադիր նայենք, տեսեք, Պոլ Ոշերնես մասին խոսում է։ Եթե Սատանան անկում ապրեց ընկավ, Սատանայի անկումով Սատանան ուղարկի գնաց դատապարտության։ Նրան չտրվեց զղջալու կամ ապաշխարելու խորհուրդ Սատանային։ Այն ուղարկի կանգնեց Աստծո առաջ որպես դատաստանի եւ կգա ժամանակը, որ կտեսնենք ինչպես է նա դատվելու եւ գծվելու կրակե լիճը։ Բայց ուշադիր նայեք, նրան ընթացք է տրված երկրի վրա, այդ ընթացքը նույնպես Աստծո ծրագրի մասնիկ է։ Թույլ տրվեց, որպեսզի սա անկում ապրի, բայց երբ որ Ադամ եւ Եվան ընկան, մենք տեսնում ենք, որ նրանք չդատապարտվեցին ամբողջական, այլ Աստված եկավ եւ նրանց փրկության խոստում տվեց։ Եթե մենք խոսում ենք Աստծո արդարության մասին, պիտի ասենք, Տեր, ուր է քո արդարությունը, չէ՞ որ Ադամը պիտի մահանար ամբողջական։ Ոչ, Աստված ունի շնորհք եւ ողորմություն, որտեղ Աստծո շնորհքը արտահայտում է Աստծո ընդհանուր փառքի կարևոր հատկությունը, ցույց է տալի նրա ամենակարևոր հատկություններից մեկ, Աստծո շնորհքը։ Դրա համար Աստված իր փառքի համար ընտրեց մարդուն, դրա համար մարդուն չտարավ ամբողջական դատապարտության, այլ նրա համար փրկության դուռ բացեց։ Եթե մենք անդրադառնում ենք Ադամին եւ ասում ենք, Տեր, ուր է քո արդարությունը, Աստված ասում է, նայեք խաչին, որտեղ Ադամին եւ Եվային տրվեց նաեւ սերունդի խորհուրդը, որը Քրիստոսն էր, որով պիտի ներվեր նրանց մեղքերը, որոնցով պիտի Սատանայի գլուխը ջախջախվեր այդ սերունդով, կնոջից ծնված։ Եվ հիմա տեսեք, այս խորհրդի մեջ, որ շատ կարևոր է, մենք տեսնենք Աստծո շնորհքի եւ արդարության տարբերությունը։ Եթե մենք ակնկալում ենք արդարություն, առաքյալն ասում է Քրիստոսն է ինձ համար արդարություն, ոչ թե իմ ձեռք բերած արդարությունը, որտեղ իմ ձեռք բերած արդարությունով, որը կնոջ կեղտոտ լաթի պես է, ես ուղղակի պիտի գնամ դատաստանի, հավիտենական դատապարտության տանջանքի։ Բայց դրա համար առաքյալն ասում է իմ արդարությունը Քրիստոսն է։ Քրիստոս ինձ համար եղավ արդարություն։ Ուրեմն Ադամի համար եթե արդարություն ենք ուզում, առաքյալը մեզ ասում է նայեք Քրիստոսին։ Եթե մենք ասում ենք Նոյի արդարություն, Նոյը նույնպես արդար չի։ Աբրահամի ապարագայում ինչպիսի արդարության մասին է խոսքը, իր կնոջը դեմ տվեց, որպեսզի իր կյանքը պահի։ Աբրահամը, ով շատ հաճախ սխալ վարվեց։ Այսինքն մենք չենք տեսնում մի արդարություն, եթե մենք խոսում ենք արդարության մասին,
Այսինքն սա ուղղակի տարբերվում է մյուսներից, Աբրահամը մյուսներից, որտեղ Աստծո շնորհքն է նրանց վրա։ Ամեն գործ անող Աստծո շնորհքն է, եւ այս ամեն ինչի արդյունքում Դավիթի պարագան նայեք։ Դավիթն արդար շնացավ, շնության մեջ ընկավ եւ այդ կնոջ ամուսինը ում հետ շնացավ, այդ կնոջ ամուսնուն սպանեց։ Տեսնում եք, այսինքն եթե մենք խոսում ենք արդարությունից, որ անձը պիտի արդարությունով փրկվի, ուղղակի մենք ծաղրում ենք մեզ, ուղղակի մենք ծաղրում ենք։ Դրա համար դա Աստծո շնորհքն է։ Երբ որ Դավիթի համար ասված է, որ ինքը Աստծո սրտի համաձայն մարդ է, երբ որ ասված է, որ ինքը Աստծո արքայության նրա սերունդը աթոռը Աստծո չի ջնջվի եւ Աստված նրա սերունդից թագավոր կհանի, դա Աստծո շնորհքն է, սիրելիներս, Աստծո շնորհքն է, որտեղ մենք տեսնում արդարությունը խաչի վրա։ Նայեք խաչի վրա, Աստված իր որդուն չխնայեց, սիրելով իր որդուն, Աստված ուղղակի իր որդուն թույլ տվեց, որպեսզի չարչարվի, որովհետև սիրեց մարդուն, որպեսզի մարդուն փրկի։ Սատանայի համար փրկություն չկա, բայց մարդու համար, ով Աստծո փառքի համար է ստեղծված, Աստված պատրաստեց փրկություն իր փառքի համար։ Դա համար իմ այսօրվա ակնկալությունն է, որպեսզի այս տարի իրականում Քրիստոսը մեզ համար դառնա մեր իմաստությունը, մենք որևէ մի մարդկային կարողությունով չպարծենանք։ Չկա կարողություն մեր մեզ, երես, մենք տկար ենք, մենք անհավատ ենք։ Հիշում եք այն անձը, որի որդին պիտի դիվահարությունից բժշկեր Քրիստոսը։ Հիսուսն ասեց, հավատում ես։ Ասեց, այո, հավատում եմ եւ անմիջապես Տեր, օգնի իմ անհավատությանը։ Ես կուզեմ, որ մեր անից ամեն մեկը անկեղծ խոստովանի, Տեր, օգնի իմ անհավատությանը։ Եթե դու ինձ հավատ չշնորհես, ես անհավատ եմ, Հայր, բոլորի նման։ Տուր ինձ քո շնորհքի հավատքը, որպեսզի հավատամ եւ ուրախություն եւ խաղաղություն գա իմ կյանք։ Թող լինի այս տարի այս սկզբունքը, առավել մեզ ճանաչենք մենք Աստծո խոսքի օղակներում։ Սերներս, դրա համար եթե խոսում ենք արդարության մասին, մենք մեր մարդկային առումով արդար չենք։ Եթե մեր արդարությունով Աստված մեզ նայի, եւ Ադամին, եւ Նոյին, եւ Աբրահամին, եւ Դավիթին բոլորին տիտանի հավիտենական տանջանք։ Դա նրա շնորհքն է։ Նայեք խաչի վրա, արդարությունը Քրիստոսն է ինձ համար։ Մյուսը սրբությունը։ Ես եմ նմանվում Քրիստոսին, ես եմ ինձ զատում Աստծո համար։ Ոչ, Քրիստոսի մեջ լինելն այդ նույն շնորհքը, որ ինձ փրկեց, այդ նույն շնորհքը, որ Աստծո գործն է իմ կյանքում, այն գործը, որ Աստված իմ կյանքում սկսեց, ավարտին կհասնի։ Եվ իմ կյանքում ամեն մի պարագա Աստված բարի գործակից անում, այդ բարի գործակից նշանակում է ինձ նմանեցնում է իր որդուն։ Իմ կյանքում թույլ տված փորձառությունները առավել խոնարհեցնում են ինձ ցույց են տալի իրական իմ վիճակը, իմ անկարողությունը եւ տկարությունը, եւ այդ պարագայում Աստված ցույց տալի իր շնորհքի մեծությունը, ճոխությունը։ Եվ այդ ժամանակը, որ իմ սերը դեպի Աստված մեծանում է, իմ սերը իմ շնորհքով վարվելը դեպի իմ եղբայրներ, քուրերը ամբողջանում է։ Այսինքն ես արդեն չեմ դառնում դատապարտող, ես դառնում եմ շինության համար օգտակար ինչ-որ մի միավոր, որպեսզի օգուտ տամ իմ եղբորը կամ իմ քրոջը։ Այսինքն նմանվում եմ Քրիստոսին այս բարգով։ Քրիստոսն է ինձ համար սրբություն։ Ես չունեմ բարոյական ինչ-որ մի արժեք, որտեղից վերցնում եմ ինչպես վարվեմ։ Իմ վարքի ճոխությունը եւ հաճությունը Աստծուն իմ հավատն է, որտեղ անհավատությունով Աստծուն որևէ մեկը չի կարող հաճելի լինի։ Այն հավատքը, որ Աստծո շնորհքով ստանում եմ, այդ հավատքը գործում է իմ մեջ Քրիստոսին նմանվելու եւ արժեքային համակարգը, որից քաղում եմ ճիշտ վարքը, դա Քրիստոսի հատկություններն է։ Իմ Քրիստոսին նմանվելը եւ նաեւ Քրիստոսն է ինձ համար փրկություն։ Ոչ մի ծես, ոչ մի արողակարգ, ոչ մի եկեղեցի սարի ծերին չոքեչոք բարձրանալով որևէ մեկը փրկություն, որևէ մեկը ճգնելով վանականության մեջ, անապատներում չի կարող փրկություն ձեռք բերի ինձ համար։ Եվ խնդրում եմ եւ աղաչում եմ Աստծուն, որ բոլորի համար, լսողների համար դառնա իրականում իմաստությունը, արդարությունը, սրբությունը եւ փրկությունը Քրիստոսի խաչը։ Նայենք Քրիստոսին։ Նայենք Քրիստոսին։ Սրանք ուղղակի ճարտար խոսքեր չեն, սա Աստծո պատգամն է։ Ես ուղղակի փոխանցում եմ այն ձեզ։ Պողոս առաքյալը սա գրում էր Կորինթացիներին, որտեղ Կորինթոսի կյանքում այլ պարծանք կար։ Նրանք նույնիսկ պարծենում են առաքյալներով։ Մեկ ասում էր ես Պողոսյան եմ, ես Կեփասյան եմ, նույնիսկ չէին ընկալել Պողոսին եւ Կեփասին չէին տարբերում։ Նրանք նրանց ընկալել էին որպես փիլիսոփաներ։ Առաքյալը ասում ովքեր են նրանք։ Նրանք մարդիկ են Աստծո գործակիցներ, որոնց Աստված օգտագործում է ձեզ համար։ Այսինքն ես որպեսի մեզ համար իրականում պարծանք լինի, 31 համարը թող լինի մեր այս տարվա ուղեցույցը, որ ինչպես գրված է, նա որ պարծենում է, թող Տերով պարծենա։ Տերը օրհնի ձեզ, Տերը օրհնի ձեր ընտանիքները, առաջնորդի ձեզ, թող Տերը այս տարի առավել մեզ խոնարհեցնի Քրիստոսի մեջ մեզ ցույց տալով իրական մեր
կարգավիճակը, եւ որպիսի Աստծո շնորհքը եւ Քրիստոսը բարձրանա եւ դառնա մեր կյանքում իմաստություն, արդարություն, սրբություն եւ փրկություն։ Շնորհավոր նոր տարի եւ Սուրբ Ծնունդ։ Տերը օրհնի ձեզ բոլորիդ իր փառքի համար։ Ամեն։